Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում հասունանում է ռազմավարական լուրջ փոփոխություններ։ Կառույցն այժմ ակտիվորեն ուսումնասիրում է Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիվ քայլերին հակազդելու նոր տարբերակներ։ Դաշինքը մտադիր է կատարել առավել նախաձեռնողական քաղաքականություն, որը ենթադրում է զուտ արձագանքողի դիրքորոշումի փոխարեն իրադարձություններից առաջ ընկնել եւ կանխարգելիչ գործողություններ իրականացնել։ ՆԱՏՕ-ն նախատեսում է նման հարվածները ձևակերպել եւ ներկայացնել որպես պաշտպանական անհրաժեշտ միջոցառումներ։ Նման մոտեցումը դուրս է ՆԱՏՕ-ի ավանդական պրակտիկայի եւ գործելավոճի շրջանակներից։ Խնդիրները հիմնականում իրավական բնույթի են, ինչը բարդացնում է որոշումների կայացումը։ Բացի այդ, դեռևս հստակ չէ մեխանիզմը, թե դաշինքի կազմում կոնկրետ որ մարմինը կամ ստորաբաժանումը պետք է լիազորված լինի իրականացնել գործողությունները։ Արևմտյան ռազմական բլոկի այս հայտարարություններին կոշտ արձագանք է տվել ռուսական կողմը։ Բելգիայում Ռուսաստանի դեսպան Դենիս Գոնչարը պնդել է, որ ՆԱՏՕ-ն փաստացի սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի դեմ մեծ պատերազմի։ Ըստ դիվանագետի, դաշինքն այդ նպատակով վախեցնում է սեփական բնակչությանը Կրեմլի գոյություն չունեցող ծրագրերով, թե իբր Մոսկվան պատրաստվում է հարձակվել դաշինքի անդամ երկրների վրա։